Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ։ Քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտի առաջնահերթությունները, պետական օժանդակության գործիքակազմը, ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Վիեննայում մասնակցել է Համաշխարհային բանկի միջազգային համաժողովին։ Նախարարական պանելային քննարկմանը Պողոսյանը ներկայացրել է Հայաստանում աուդիտի եւ հաշվապահական հաշվառման ոլորտներում իրականացված բարեփոխումները, խոսել է հանրային հատվածի ֆինանսական հաշվետվողականության թվայնացման գործընթացի, ինչպես նաեւ ոլորտներում առկա մարտահրավերների ու առաջիկա անելիքների մասին։ Սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ այս պահին 2223 ընտանիք տուն է կառուցում։ Կառավարությունը 16 որոշ բնակավայրերի համար էլ 21 միլիոն դրամի հիփոթեքային վարկի ու տոկոսագումարների բեռն ամբողջությամբ է ստանձնել։ Նոր կարգի համաձայն 5 բնակավայրից բացի բնակապահովման ծրագրով տուն կառուցելու հնարավորություն ունեն նրանք, ովքեր շինթույլտվությունը ստացել են մինչև անցած տարվա սեպտեմբերի 1-ը։ 2025-ի փետրվարին 36 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ Հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 13.9 միլիոն դրամի չափով տուգանք։ Եվրամիությունից կապիտալի արտահոսքը կազմում է տարեկան մոտ 300 միլիարդ եվրո, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Ամեն տարի շուրջ 300 միլիարդ եվրո կապիտալ հոսում է եվրոպական շուկայից, այդ իսկ պատճառով մենք այսօր նվազեցնում ենք էներգակիրների գները եւ պարզեցնում մասնավոր ներդրումների կանոնները, ասել է նա։ Պաշտոնյայի խոսքով Եվրամիությունը մտադիր է 25%-ով նվազեցնել բյուրոկրատական կանոնները բոլոր եվրոպական ընկերությունների համար։ Անգլիայի բանկը մարտի հանդիպման արդյունքներից հետո պահպանել է հիմնական տոկոսադրույքը 4.5%։ Անգլիայում հունվարին գնաճը դեկտեմբերյան 2.5%-ից արագացել է մինչև 3%։ Չնայած էներգակիրների համաշխարհային գների անկմանը, գնաճը երրորդ եռամսյակի արդյունքներով դեռ կանխատեսվում է 3.75%։ Իրաքի կենտրոնական բանկը կղեկավարի թվային դինարների զարգացումը մի շարք տնտեսական օգուտներ քաղելու մտադրությամբ։ Թվային դինարը կնվազեցնի կանխիկ դրամի կախվածությունը, միաժամանակ նվազեցնելով տպագրության ծախսերը եւ բանկային համակարգում փողի շրջանառությունը պահելը։ Այս նախաձեռնության միջոցով Իրաքը նպատակ ունի բարելավել հարկաբյուջետային արդյունավետությունը, միաժամանակ կենտրոնական բանկին ավելի մեծ վերահսկողություն տալով ֆինանսական համակարգի վրա։ 2022 թվականի աշնանը Իլոն Մասկը գնեց Twitter-ը, իսկ հաջորդ ամռանը այն վերանվանեց X։ Սոցցանցի հայտնի կապույտ թռչնակի լոգոտիպը հեռացվեց շենքի վրայից եւ այժմ վաճառքի է հանվել աճուրդում մոտ $40,000 ակնկալվող գնով։ Սա Twitter-ի լոգոտիպի առաջին աճուրդը չէ, 2023 թվականին նախկին բրենդի տարբերանշանները եւս վաճառքի էին հանվել, ընդ որում դրանցից մեկը ձեռք էր բերվել $100,000-ով։ Xiaomi-ն 2024-ին գրանցել է ռեկորդային տարեկան եկամուտ $50 միլիարդ։ Սա 35%-ով ավելի է, քան 2023 թվականի ցուցանիշը։ Այս աճին նպաստել են ընկերության հաջողությունները սմարթֆոնների, էլեկտրամեքենաների եւ ինտերնետային ծառայությունների ոլորտներում։ Ընկերության ներդրումները նախորդ տարի կազմել են գրեթե $3.3 միլիարդ։ Զինված ուժերում բարեփոխումներ են։ Նախորդ տարի առաջընթաց է գրանցվել ռազմատեխնիկական համագործակցության ու միջազգային գործընթացներին ինտեգրման ուղղություններով։ Հայաստանի Հանրապետությունը քայլ առ քայլ անցում է կատարում արհեստավարժ բանակին։ Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման եւ նոր նմուշների ձեռքբերման նպատակով կնքվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի միջոցների մատակարարման պայմանագրեր մի շարք ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ընկերությունների հետ։ Միջազգային գործակցության ազդեցությունը երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում է զգացվելու, ուղիղ ու արագ փոփոխություններ բանակում երևալու են ներքին գործընթացների արդյունքում։ Նախարարի խոսքով դրանք եւս եղել են։ Շարունակվել են ինժեներական ամրաշինական աշխատանքները, իրականացվել են մշտական տեղակայման վայրերի կառուցման ու վերանորոգման աշխատանքներ։ 2024-ի արդյունքներով ատեստավոր
ապաստավորման գործընթացին մասնակցած 13500 զինծառայողից 57%-ն է դրական գնահատական ստացել։ Ատեստավորման արդյունքներով զինվորականների ընդհանուր դրամական բավարարումն ավելացել է 205,000-ից մինչև 470,000 դրամով։ Նախարարության գործարկած հիփոթեքային ծրագրով բնակարաններ ձեռք բերած զինծառայողները եւս քիչ թիվ չեն կազմել։ Բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով 309 զինծառայողի հատկացվել է կանխավճար, որոնցից արդեն վարկային պայմանագրեր են կնքել 233-ը։ Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցների հաշվին Պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից 68 զինծառայողի տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր, 53 զինծառայող արդեն ձեռք է բերել բնակարան։ Հույժ գաղտնի թվային տվյալներ եւս կան, նախարարը խնդրեց դրանք քննարկել փակ նիստով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան միասնական հարթակի ապրանքային հայտարարագիր համակարգի աշխատանքում նկատվում է անկայունություն, որը որոշակի պարբերականությամբ անհասանելի է դարձնում համակարգը։ Միաժամանակ կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեխնիկական անձնակազմի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ։ Առաջացած խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու եւ համակարգի ամբողջական աշխատունակությունը վերականգնելու ուղղությամբ ՊԵԿ-ը հայցում է տնտեսական գործունեության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։